Պողոս Արաքյալն ասում է. Апостол Петр говорит, Քրիստոս Հիսուսի մեջ в Иисусе Христе չկա տարբերություն։ нет разницы. Ոչ հրեայի, ոչ հեթանոսի, Ни в еврее, ни в язычнике, ոչ արուի, ոչ էքի, ни в женщине, ни в мужчине. բոլորը մեկ են Для Քրիստոս него Հիսուս։ в Христе все едины. Դա ինչ է նշանակում։ Что это означает? Որ Քրիստոս եկել է երկնքի արքայությունը երկրի վրա հաստատելու։ Это означает, что Христос пришел утвердить Царство Небесное на земле. Եվ այդպես էլ կար։ Առաքյալները գնացին ամբողջ աշխարհով մենք քրիստոնեական հավատք քարոզեցին։ Апостолы по всей земле пошли и проповедовали веру христианскую. Հիմա եւ ժամանակի ընթացքում В течение времени քրիստոնեական եկեղեցիների ձևավորման հետ զուգահեռ когда образовывалась христианская церковь տարբեր ազգերի մեջ в разных национальностях, քրիստոնեությունը ազգային նկարագիր ստացավ։ христианство получило национальный окрас. Այս իմաստով В этом смысле նորմալ է, գեղեցիկ է, որ ամեն ազգի ամեն եկեղեցի, ամեն ազգ իր քրիստոնեության դիմագիծն ունի։ каждый народ имеет свои черты христианства. Անկամ առաքյալները, ամեն առաքյալ իր դիմագիծն ուներ։ Также апостолы, каждый апостол имел свои черты. Հա? Եվ դրա մեջ ոչ մի պարակտում կամ ոչ մի հակառակություն չկա։ В этом нет никакого раскола. Բայց մի պահից սկսած քրիստոնեությունը Но с одного мгновения христианство պարակտում ունեցավ։ раскололось. Հա։ Դա երբեք ազգային առանձնահատկությունների պատճառով չէր Это никогда не было по национальным признакам եւ ոչ էլ անգամ դավանական պատճառով էր, դավանանքի, դոգմատիկայի պատճառով и չէր։ не по каким-то догматическим принципам. Это не было. Պատմությունը ինչ է ապացուցում, История доказывает, որ այդ պարակտումը եղավ что раскол получился զուտ մարդկային շահերի պատճառով։ исключительно в человеческих выгодах. Ազգերի մեջ եկեղեցիների մեկ ուզեց իշխել մեսի վրա իր Кто-то хотел властвовать над другим. ոչ դոգմատիկ, ոչ էլ ազգային, ոչ մի առանձնահատկության պատճառով չի եղել։ Ни догматические, ни национальные признаки не были причиной раскола. Հիմա այս համաքրիստոնեական տեսանկյունից С точки зрения христианства, հայոց եկեղեցին армянская церковь երբեք իր ազգային ուրույն դիմագիծը չի կորցրել։ Армянская церковь никогда не теряла свои черты настоящие. Երբեք իր արմատներից չի հեռացել Никогда не отходила от своих корней. առաքելական կամք։ Եվ երբեք որևէ եկեղեցու պարակտման պատճառ չի եղել։ Никогда не было причиной раскола других церквей. Եվ այսքանից հետո եթե հայ մարդը После всего этого, если армянский человек, армянин, թողնում է իր այս սուրբ անաղարտ եկեղեցին, оставляет свою чистую церковь, истинную церковь, գնում է и идет ուրիշ մեծ հարանվանությունների հետ, другие, դժվար կլինի իրան։ в другие церкви, да, большие, ему очень трудно будет потом. Իմ հորդորն է, իմ խնդրանքի մաղոթքը, բոլոր հայերը Моя молитва, чтобы все армяне վերադառնան իրենց արմատների, вернулись к своим корням, իրենց հայ առաքելական եկեղեցու զավակ լինեն։ к армянской апостольской церкви. Ամեն։